Երևանի 151 դպրոցից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է։ Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով, ուսուցչի հրահանգով, դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար։ Մենք ժամանակին ծիծաղում ենք Կորեայի վրա, որ երեխաները, ասենք, հեռախոսային կախվածություն են, որ բժշկական միջոցներով արդեն բուժում են, որովհետև հեռախոսը ձեռքից վերցնում ես, մենք շատ ծանր ստրեսային վիճակի մեջ ենք ընկնում։ Քաղաքային իշխանությունից նկատում են այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինը 6-ից 14% բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը։ Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունն անգամ եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար եւ ավելի լավ կենտրոնանալ։ Հոգեբանն էլ ընդգծում է, շատ կարևոր է, որ երեխային կախվածությունից ձերբազատելու ճանապարհին կողքին կանգնած լինի ծնողն ու ընտանիքը սեփական օրինակով, որպիսի տանը եւ դպրոցում կիրառվող մոտեցումները համահունչ լինեն։ Մենք ունենք մտածողության տեմպի հետ կապված հետազոտություն, որտեղ որ սմարթֆոններում ոչ հիգիենիկ ժամանակաչափով ներկա լինելը կարող է երեխային մոտ հանգեցնել մտքի արագության դանդաղեցմանը։ Իսկ հատկապես գայուն տարիքում, երբ ձևավորվում է մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը իր տարբեր արագությամբ, շատ կարևոր է, որ դա տեղի ունենա բացառապես բնության հետ համահունչ, այսինքն երեխան դպրոցի անգամ պարապմունքներին զուգահեռ ունենա ֆիզիկական ակտիվության, բնության մեջ պարապմունքներ, որը որ ցավոք շատ հաճախ չէ, որ կազմակերպվում է։ Կրթության փորձագետի դիտարկմամբ, եթե երեխան իսկապես ունի կախվածություն սմարթֆոնից, ապա այս դեպքում պետք է պրոֆեսիոնալ եւ զգուշավոր անցում ապահովել, քայլ առ քայլ նվազեցնելով օգտագործման տևողությունը։ Շատ տարբեր մոտեցումներ կա, դրանք որ պարզապես արգելում են կամ հեռախոսային չեն արգելում, ասենք ինտերնետն են դպրոցում ինչ-որ ձևի սահմանափակում, ասենք որ հնարավորություն չունեն օգտվելու, ասենք եթե հեռախոսը մոտ լինի, այդպիսի դեպքեր կան, բայց ընդհանուր առմամբ հիմնականում փորձում են կրթական մոտեցում ցուցաբերեն, մարդկանց բացատրեն թե ինչպես կարելի է դա օգտագործել տրամաբանական լավ ճիշտ ձևերով։ Փորձագետները պնդում են, եթե երեխաներին ցույց տրվի, որ հեռախոսը գործիք է, ոչ թե զվարճանքի աղբյուր, նրանց մոտ աստիճանաբար կձևավորվի առողջ վարքագիծ։ Նոր կանոնները կարող են դառնալ այդ ճանապարհի առաջին հիմնական քայլերից մեկը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։